Baccarat Rouge 540 աշխարհի ամենահայտնի եւ ամենաքննարկվող պարֆյումը ստեղծված արմատներով հայ Ֆրանցիսկ Գյուղչյանի կողմից։ 2013 թվականին համաշխարհային հռչակ ունեցող բյուրեղագործական տուն Baccarat-ն իր 250-ամյակի առթիվ դիմում է պարֆյումեր Ֆրանցիսկ Գյուղչյանին, որպեսզի նա ստեղծի հատուկ հոծանելիք։ Ռուժ բառը խորհրդանշում է տան ավանդական կարմիր բյուրեղը, իսկ 540-ը այն ջերմաստիճանն է, որի ժամանակ Baccarat-ի բյուրեղը ստանում է իր խորհրդանշական կարմիր գույնը։ Սկզբում թողարկվում է ընդամենը 250 համարակալված սրվակ որպես սահմանափակ հավաքածու, բայց քանի որ այս բացառիկ սրվակները շատ արագ սպառվում են, օծանելիքը հետագայում ներառվում է Քրուքչյանի սեփական տան, Մեյժեն Ֆրանցիսկ Քրուքչյանի մշտական հավաքածուի մեջ։ Մարդիկ ամբողջ աշխարհում բաժանվում են 3 խմբի։ Այս օծանելիքի մոլի երկրպագունները, նրանք, ովքեր այս օծանելիքից առնում են վառված բինտի եւ յոդի հոտ, եւ մարդիկ, ովքեր բացարձակ ոչ մի բույր չեն զգում։ Ոնց կարող է մեկ օծանելիքը ունենալ իրարից ծայրահեղ տարբեր դրսևորումներ։ Պատճառն այն է, որ այս օծանելիքը պարունակում է ամբրոքսան, սինթետիկ նյութ, որը օգտագործվում է որպես օծանելիքի հիմք։ Այն կարևոր դեր է խաղում օծանելիքի բաղադրության մեջ, քանի որ երկարացնում է բույրի կայունությունը։ Այլ կերպ ասած, օծանելիքի հոտը ավելի երկար է մնում ձեր մարմնի վրա։ Իսկ մարդիկ տարբեր կերպ են ընկալում ամբրոքսանի հոտը, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ զգում։ Այս երևույթը հայտնի է որպես անոսմիա, հիվանդություն, որն ազդում է հոտառության վրա։ Անոսմիան կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ներառյալ գենետիկա, հիվանդություններ, վնասվածքներ եւ դեղորայքի օգտագործում։ Ես օրինակ պատկանում եմ հենց այդ խմբին, ընդհանրապես ոչ մի բույր չեմ զգում, իսկ դուք որ խմբին եք պատկանում։ Նշեք մեկնաբանությունները։